Ողջույն եւ բարի գալուստ Փիսոն podcast։ Ձեզ հետ կրկին ես եմ Փիսոն եւ այս անգամ մենակ չեմ եկել։ Այս էպիզոդին ինձ կընկերակցի Ֆինը, ով գուցե մի քիչ փնթփնթան է, բայց պատրաստական է սովորելու։ Այսօր խոսելու ենք մի խնդրի մասին, որին բոլորս ենք բախվել՝ աղբը։ Այն ամեն օր մեր կյանքում է, բայց հաճախ մենք չենք մտածում ինչ է լինում մեր գցած տոպրակների, շշերի ու պլաստիկի հետ։ Աղբը չտեսակավորելու դեպքում պլաստիկը հարյուրավոր տարիներ չի քայքայվում։ Ի վերջո կան նյութեր, որ կարելի է կրկին օգտագործել։ Ապակին, մետաղը։ Դրանք աղբ չեն, դրանք ռեսուրս են։ Էլի սկսեցիր, բաղ, բոլորն էլ թափվում են, ես էլ եմ թափվում։ Բա ինչ անեմ, տոպրակս լցվում է, տանում եմ գցում եմ աղբամանը ու վերջ։ Ինչ տեսակավորել, ինչ բան, թե հետո ինչ է լինում, ինչ չի հետաքրքրում։ Ինչ մեծ բան ես տեսնում դրա մեջ։ Հենց այդտեղ է խնդիրը։ Մենք գցում ենք ու մոռանում, բայց աղբը չի անհետանում, մնում է մեր կողքին։ Հայաստանում տարեկան հազարավոր տոննա թափոն է կուտակվում, առանց տեսակավորման։ Իսկ դա նշանակում է աղտոտված հող, ջուր, օդ։ Ի վերջո դա մեր առողջության վրա է ազդում։ Եթե մենք գոնե թուղթն ու պլաստիկը տարանջատենք, արդեն մեծ տարբերություն կլինի։ Լավ, բայց ես մենակս ինչ կարող եմ փոխել։ Լավ էլի ես մաքրեմ, մյուսները թող թափեն։ Ինչ տարբերություն։ Այս երկիրը չի կարա մաքուր դառնա, եթե բոլորը չսկսեն։ Ճիշտ ես, բոլորը պիտի սկսեն հոգ տանել, բայց հենց այդ բոլորը սկսվում է մեկ հոգուց։ Ամենակիչը, որ կարող ես անել, առանձին պահիր պլաստիկ շշերն ու թղթերը, բազմակի օգտագործման տոպրակներից օգտվիր, ոչ թե ամեն անգամ նոր պոլիէթիլեն։ Դուշիշը կարող ես առանձին հավաքել, ազատվել անարգի թափոնից, իսկ սննդի մնացորդները կոմպոստի վերածել։ Տես, փոքր քայլերն են բերում մեծ փոփոխություն։ Ես չեմ պատկերացնում, որ շիշը առանձին պահեմ կամ կոմպոստ սարքեմ։ Չէ, դա ծարսատար բան է։ Հետո էլ ինչ կոմպոստ, այդ ինչ է։ Կոմպոստն այն է, երբ սննդի մնացորդները, կեղևներ, մրգի ու բանջարի կտորներ թափելու փոխարեն դառնում են բնական պարարտանյութ։ Արդյունքում քիչ աղբ, առողջ հող եւ լրիվ անվճար։ Ամեն դեպքում ավելի էժան, քան խանութից պարարտանյութ գնելը։ Այսպես աղբը քիչ է լինում, իսկ հողը առողջ։ Իսկ ֆինանսապես այն ընդհանրապես ծախսատար չէ։ Կոմպոստը քեզ նաև օգուտ կտա։ Կարող ես բույսեր աճեցնել, իսկ շշերն ու պլաստիկը շատ վայրերում հիմա արդեն հավաքում են։ Գիտես, շատ երկրներում քաղաքները աղբի տեսակավորման միջոցով գրեթե վերացրել են թափոնավայրերը։ Մեզ մոտ էլ կարող է այդպես լինել, եթե սկսենք։ Դե լավ, դու ինձ էլ ես համոզելու, որ իմ պլաստիկ շշով Հայաստանը կփրկեմ։ Մի շիշը գուցե Հայաստանը չփրկի, բայց եթե դու, ես ու մեր շրջապատի կատուները սկսենք, մի օր կտեսնենք մաքուր բակեր, մաքուր գետեր ու մաքուր քաղաք։ Հա, գուցե ճիշտ ես։ Հաջորդ անգամ գոնե կփորձեմ պլաստիկը առանձին պահել։ Համոզեցիր։ Բայց եթե ես հիմա սկսեմ, մյուս կատուներն էլ օրինակ կվարձնեն։ Եթե դու սկսես, մյուսներն էլ կսկսեն։ Հենց այդպես է սկսվում փոփոխությունը։ Մեկ քայլ, հետո երկրորդը ու վերջապես մաքուր Հայաստան։ Փոքրիկ թաթիկներով մեծ փոփոխություն։ Լրացուցիչ բովանդակության համար այցելեք Փիսոն հավելված կամ լսեք մեր մյուս Փիսոն փոդքասթները։ Սովորելը հրաշալի է ձեզ եւ ձեր զրուցակիցների համար։ Ձեզ հետ Փիսոն եւ Ֆինն էին։ Կհանդիպենք հաջորդ անգամ։